Ողջույններ բոլորիդ, շարունակում ենք ֆրանսիական սուրբ ծննդյան համովությունների ծանոթացումն ու համտեսումը միասին։ Այսօր ձեզ եմ ներկայացնելու gingerbread, նույն ինքը պանդեպիսը, ինչպես ասում են ֆրանսիացիները, որը իրանք շատ են սիրում եւ սուրբ ծննդյան ընթառաջ շատ ուտում եւ վայելում են, ինչպես նաեւ ունենում են իրենց սուրբ ծննդյան սեղանին։ Ես ինքս էլ պատրաստել եմ ու հիմա իրար հետ կհամտեսենք։ Մի փոքր ներկայացնեմ, թե իրենց ինչ է ներկայացնում պանդեպիսը gingerbread-ը, ինչպես արդեն անունը հուշում է, իր մեջ կա gingerbread-ի համեմունքներ, որոնք են դարչինը, մեխակը, մշկնկույզը, իմբիրը, չեմ հիշում հայերը կոճապղպեղ։ Եվ սենց լիքը համեմունքներով հարուստ ինքը կեքսիկի նման մի բան է։ Իհարկե ֆրանսիացիները ունենում են երկու տարբեր տարբերակ, որպես դեսերտային կեքսիկ եւ որպես ֆուագրային համահունչ պանդեպիս, բայց մենք խոսում ենք դեսերտայինից, այնպես որ ինքը կեքսիկի նման, այսենց խմորեղեն է լինում, որը շատ փափուկ է, որի մեջ կա շատ մեղր ու իրական պանդեպիսի մեջ պետք է լինի այնքան մեղր, ինչքան որ ալյուր կա, արդեն պատկերացրեցիք, չէ՞։ Ու հենց այդ մեղրի շնորհիվ էլ ինքը բավականին երկար մնում է փափուկ եւ բավականին երկար պահպանվում է։ Հիմա եկեք կտրենք միասին եւ ձեզ ցույց տամ։ Գույնը արդեն տեսնում եք, հա, լավ շագանակագույն է, համեմունքների եւ մեղրի շնորհիվ է։ Իդեպ ասեմ, տվյալ բաղադրատոմսում չկա ձու, կա շատ կարագ եւ շատ մեղր։ Հիմա եկեք կտրենք եւ ձեզ ցույց տամ մեջը։ Նայեք։ Ինքը այսպես խտոտ է, բայց միևնույն ժամանակ շատ փափուկ եւ բույրի մասին էլ չեմ խոսում։ Ու իր մեջ կարող եք գցել եւ նարինջի կեղև այսպես, հա, կոնֆի արած եւ կոճապղպեղ, ինչ ուզում եք կարող եք իր մեջ գցել։ Ես ուղղակի փորձեցի նատուրալ տարբերակով ձեզ ներկայացնեմ, զարդարել եմ բնականաբար իր բաղադրիչներով, բայց միջուկ չեմ գցել։ Հիմա եկեք փորձենք ու նայեք ինչքան փափուկ է ինքը։ Եկեք գցեմ, տեսեք։ Այնքան համոված եք պատկերացնի։ Ու շատ հարմար է որ պատրաստեք եւ 2-3 շաբաթ պահեք, եթե սառը տեղում դնեք։ Ինքը իդեալական պահպանվում է։ Ու իր արմանս բոլորիդ մեջը կա բավականին շատ մեղր, բայց ինքը չափազանց քաղցր չի։ Ամեն դեպքում իմ բաղադրատոմսը այդպես է։ Ու նաև իմացեք, որ դուք իրեն կարող եք գնել նաև Christmas market-ներից, բացի սուպերմարկետներից եւ այլ գեղեցիկ խանութներից, նաև Christmas market-ներում են վաճառվում։ Ու եթե լինեք Ֆրանսիա, անպայման բաց չթողեք, փորձեք, շատ համով են։ Իսկ ես ձեզ համբուրում եմ ու շարունակում եմ ուտել իմ պանդեպիսը։ Աջիկներ, մինչ նոր համտեսում։